Ողջունում եմ YouTube-յան իմ նոր ալիքի բոլոր այցելուներին։ Ես Արտեմ Սահակյանն եմ։ Այս հարթակում ձեր ուշադրությանն եմ ուզում ներկայացնել վիդեոդասերի մի շարք, որը նվիրված է էլեկտրադինամիկայի տեսությանը եւ դրա կիրառումներին գիտության եւ տեխնոլոգիաների տարբեր ոլորտներում, ինչպիսիք են օրինակ անտենաները, միկրոալիքային համակարգերը, ռադարները, էլեկտրամագնիսական ազդանշանների հաղորդման գծերը, լարային եւ անլար, ռադիոաստրոֆիզիկան եւ այլն եւ այլն։ Կուզեի այստեղ նշել առաջարկվող դասընթացի որոշ առանձնահատկությունները եւ նպատակները։ Նախ ասեմ, որ այս դասընթացը կարող է հետաքրքիր լինել համալսարանների բակալավրական, մագիստրական եւ ասպիրանտական ուսուցման ուսանողների համար, ինչպես նաեւ տարբեր ոլորտների այն մասնագետների, որոնք ցանկանում են թարմացնել իրենց գիտելիքները այս բնագավառում եւ դրա կիրառությունների ոլորտներում։ Բացի այդ, այս դասընթացը կարող է հետաքրքրություն ներկայացնել Հայաստանի ավագ դպրոցների աշակերտների համար, որոնք կանգնած են իրենց ապագա մասնագիտության ընտրության առջև։ Ահա թե ինչու իմ նպատակն է այս դասախոսություններից յուրաքանչյուրը դարձնել հնարավորին չափ պարզ, նյութի մատուցման եւ ընկալման տեսակետից եւ միաժամանակ հնարավորին չափ խորը քննարկվող նյութերի ծավալի եւ ընդգրկումների տեսակետից։ Նրանք, ովքեր ցանկանում են ստանալ միայն ընդհանուր պատկերացում առարկայի մասին, կարող են բաց թողնել մաթեմատիկական մանրամասն դուրսբերումներն ու հաշվարկները։ Երկրորդ առանձնահատկությունը այն է, որ այս դասախոսությունները միտված են ծառայելու որպես լրացուցիչ առցանց ուսումնական ձեռնարկ, այսինքն որպես օգնություն ավագ դպրոցների ուսուցիչների եւ համալսարանների դասախոսների համար։ Դրանք կարող են նաեւ օգտակար լինել համալսարաններում ուսումնական լաբորատորիաների պլանավորելու եւ հիմնելու համար։ Եվ վերջապես երրորդ առանձնահատկությունն այն է, որ այս դասընթացը կարող է նպաստել Հայաստանում ապագա մասնագետների պատրաստմանը երկրի անվտանգության եւ պաշտպանության ոլորտում, ինչպես նաեւ տնտեսության զարգացման համար։ Այս դասընթացը հիմնված է իմ երկար տարիների աշխատանքային փորձի վրա, եւ այստեղ ձեր էկրաններին դուք կարող եք տեսնել իմ կրթության եւ իմ պրակտիկ աշխատանքի փորձը։ Ես ավարտել եմ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանը, նախկինում դա կոչվում էր Պոլիտեխնիկական ինստիտուտ, եւ ստացել ռադիոինժեների որակավորում։ Այնուհետև ավարտել եմ Սանկտ Պետերբուրգի, նախկինում Լենինգրադի հեռահաղորդությունների պետական համալսարանը եւ պաշտպանել իմ ճարտարագիտական գիտությունների թեկնածուի թեզը 76 թվականին եւ վերջապես իմ դոկտորական թեզը ես պաշտպանել եմ Մասաչուսեթսի պետական համալսարանի Լովելի կամպուսում եւ ստացել Doctor of Engineering, այսինքն ճարտարագիտության դոկտորի աստիճան 2002 թվականին։ Իմ կոնկրետ պրակտիկ աշխատանքային փորձը ընդգրկում է մի շարք կետեր, որոնցից մեկը եւ ամենակարևորը ես կասեի իմ աշխատանքն է որպես ճարտարագետ ավագ ինժեներ Միացյալ Նահանգների ռազմածովային ավիացիայի կենտրոնական բազայում։ Այստեղ ես աշխատեցի մոտավորապես 14 տարի։ Բացի այդ, աշխատանքիս ընթացքում դասավանդել եմ տեղում մեր բազայում գտնվող Ֆլորիդայի տեխնոլոգիական ինստիտուտի ասպիրանտական դպրոցում։ Դուք կարող եք ինձ դիմել իմ էլեկտրոնային փոստի հասցեով, եթե կարիք կունենաք հարցեր պարզաբանել
կամ կոմենտներ անել։ Այստեղ ներկայացված է դասընթացի մոտավոր ընդհանուր պլանը ըստ առանձին բաժինների։ Յուրաքանչյուր բաժին ենթադրում է ունենալ մի քանի դասեր։ Առայժմ դժվար է կանխագուշակել քանի դաս է անհրաժեշտ յուրաքանչյուր բաժնում, սակայն հավանաբար դա կարող է տատանվել 3-ից մինչև 10-12 եւ այլն։ Հարկ է նշել, որ փոփոխությունները հիմնականում պայմանավորված կլինեն ընթացիկ անհրաժեշտություններից եւ ինչպես նաեւ ձեր կոմենտներից եւ ցանկություններից։ Այստեղ մենք ունենք հետեւյալը. նախ ներածությունն է եւ հիմնական սահմանումները, այնուհետեւ կարեւոր է այստեղ ճարտարագիտական, այսինքն ինժեներական մաթեմատիկայի առանձին ընտրված բաժիններ, որոնք առանց որի հնարավոր չի նյութը ներկայացնել։ Այնուհետև մենք անցնենք էլեկտրամագնիսական դաշտի հավասարումների համակարգին, այսինքն Մաքսվելի հավասարումներին, ինչպես նաև սահմանային պայմաններին, եւ դրանից հետո կդիտարկենք էլեկտրամագնիսական ալիքների տեսությունը, դրան տրամադրելով բավականին շատ ժամանակ, նրանց կարևորությունը հետագայում պարզ կդառնա։ Եվ վերջապես այս բոլորը կավարտվի նրանով, որ էլեկտրամագնիսական ալիքների տեսությունը կավարտվի նրանով, որ մենք այստեղ կտանք ճառագայթման տեսությունը եւ անտենաների հիմնադրույթները։ Վերջի 15-րդ բաժինը նվիրված կլինի կիրառումների օրինակներին։ Այստեղ թե քանի այդպիսի օրինակներ եւ քանի կիրառումներ մենք կդիտարկենք, կրկին կախված կլինի ընթացիկ պահանջարկից, ձեր ցանկություններից, ձեր կոմենտներից։ Այստեղ բերված դասընթացի առաջարկող գրականության ցանկում ես ընդգրկել եմ 3 գիրք, որոնցից առաջի երկուսը տարածում են ստացել եւ Միացյալ Նահանգներում եւ նրա սահմաններից դուրս։ Երրորդը կարծում եմ հարմար կլինի ռուսալեզու լսարանի համար։ Ես ինչի եմ ընտրել առաջի գիրքը Favazyulabi Fundamentals of Applied Electromagnetics, որտեղ նա համատաբար թարմ է, բավական լավ տարածում է ստացել, ինչպես ասացի, տարբեր տեխնիկական բուհերում եւ բակալավրական եւ մագիստրական մակարդակների համար։ Բացի այդ, ամենակարևորը գիրքը կից ունի նաեւ այսպես կոչված մոդուլներ, տարբեր բաժիններին նվիրված եւ իմ տեսակետից շատ հարմար անիմացիաներով, որոնք թույլ են տալիս ավելի խորը հասկանալ եւ պատկերացնել տեղի ունեցած process-ները, երբ ասենք գործ ունենք էլեկտրամագնիսական ալիքների տարածման հետ տարբեր միջավայրերում եւ տարբեր պայմաններում։ Եվ պարզ է մի բան, որ սրանք դուք կարող եք օգտագործել ձեր խորացված ուսուցման համար եւ եթե հարցեր կծագեն խնդիրների լուծման իմաստով կամ ասենք բովանդակությունը հասկանալի իմաստով, ես կխնդրեի պարզապես կոմենտներում նշել։ Այժմ անցնենք մեր դասընթացի ներածական բաժնի առաջին դասին, որը ես անվանել եմ համառոտ պատմականակնարկ, եւ այստեղ մենք կդիտարկենք այն հիմնական նշաձողերը, որոնցով պատմության ընթացքում անցել է էլեկտրամագնետիզմի տեսության ամբողջ զարգացումը։ Ես նկատի ունեմ էլեկտրամագնետիզմը որպես ընդհանուր դասական մի առարկա, որի մի մասը կազմում է էլեկտրադինամիկան։ Մենք հիմնականում կդիտարկենք էլեկտրադինամիկա, քանի որ մնացած երկու բաժինները, էլեկտրոստատիկան եւ մագնիտոստատիկան, իմ դասընթացի համար այդքան մեծ հետաքրքրություն չեն ներկայացնում։
Էլեկտրական եւ մագնիսական դաշտերի գոյությունը հայտնի էր դեռ հին ժամանակներից։ Օրինակ հին Հռոմում, հին Հունաստանում նկատել էին, որ եթե էբոնիտային ձողիկը շփման ենթարկվի, ապա նա էլեկտրականանում է, այսինքն կուտակում է լիցք իր մեջ եւ շրջակա միջավայրում ստեղծում էլեկտրական դաշտ։ Կամ գոյությունն են նյութեր, որոնք ունակ են մագնիսանալու, դրանով ստեղծելով շրջակա միջավայրում մագնիսական դաշտ։ Այդպիսի դաշտերը դա ստատիկ դաշտեր են եւ կարող են գոյություն ունենալ միմյանցից անկախ։ Սակայն էլեկտրոմագնետիզմի դարաշրջանի սկիզբը հարկավոր է համարել 19-րդ դարի առաջին կեսը, երբ 1826 թվականին փայլուն ֆրանսիացի ֆիզիկոս Անդրե Մարիա Ամպերը, որը պատկերված է այստեղ, հրատարակեց իր էլեկտրամագնիսական պրոցեսների փորձնական դիտումների եւ նրա քանակական գնահատման արդյունքները։ Այն է փորձնականորեն հայտնաբերված հաստատուն ստատիկ մագնիսական դաշտի արկայությունը, որը գոյություն ունի հաստատուն հոսանքակիր լարի շուրջ։ Պետք է նշել, որ չնայած մագնիսական դաշտը հաստատուն դաշտ է, սակայն նա պայմանավորված է էլեկտրական հոսանքով եւ այդպիսի դեպքերում ընդունված է պայմանականորեն օգտագործել ստացիոնար մագնիսական դաշտեր կամ ստացիոնար էլեկտրական դաշտեր, որոնք կամ հաստատուն հոսանքով են պայմանավորված կամ շատ դանդաղ փոփոխվող հոսանքով եւ փաստորեն չեն ստեղծում շրջակա միջավայրում որևէ էլեկտրամագնիսական պրոցես ազատ տարածվող։ 1789-1799 թվականների ֆրանսիական մեծ հեղափոխությունից հետո ընկած ժամանակաշրջանն էր, երբ գիտությունը, արվեստը եւ փիլիսոփայությունը սկսեցին արագ զարգանալ Եվրոպայում։ Դա պայմանավորված էր նոր սոցիալ-տնտեսական հարաբերությունների, այն է կապիտալիզմի հաղթական երթով։ Ֆիզիկայի մեկ այլ ոչ պակաս կարևոր ձեռքբերում էր անգլիացի ականավոր ֆիզիկոս Մայքլ Ֆարադեյի կողմից 1831 թվականին էլեկտրամագնիսական ինդուկցիայի օրենքի հայտնաբերումը։ Համաձայն այդ օրենքի մագնիսական դաշտի ցանկացած ժամանակային փոփոխություն հանգեցնում է դրա հետ կապված փոփոխական էլեկտրական դաշտի գոյացմանը։ Այս երկու օրենքները, այն է Ամպերի օրենքը եւ Ֆարադեյի օրենքը, վերջնականապես հաստատեցին բնության մեջ մեկ միացյալ էլեկտրամագնիսական պրոցեսի արկայությունը։ Հենց այս երկու օրենքներն էլ հիմք հանդիսացան էլեկտրամագնետիզմի նոր բաժնի էլեկտրադինամիկայի առաջացման համար։ Իր վերջնական տեսքով էլեկտրամագնետիզմի հավասարումների ամբողջական համակարգը ձևակերպեց անգլիացի հանճարեղ ֆիզիկոս Ջեյմս Քլերկ Մաքսվելը 1864 թվականին, երբ լույս տեսավ նրա հայտնի հոդվածը անգլիական թագավորական ակադեմիայի հանդեսներից մեկում։ Մաքսվելի փայլուն կանխատեսումն այն էր, որ հաղորդիչներով հոսող հաղորդականության հոսանքներից բացի, որոնք կարող են գոյություն ունենալ օրինակ մետաղական հաղորդալարերում, բնության մեջ գոյություն ունեն նաև այսպես կոչված շեղման հոսանքներ, որոնք առկա են ինչպես դիէլեկտրիկների, այնպես էլ նույնիսկ ազատ տարածության մեջ։ Այս շեղման հոսանքները Մաքսվելը ներմուծեց ամպերի հավասարման մեջ եւ վերանվանեց այդ հավասարումը որպես լրիվ հոսանքի օրենք, որը հանդիսացավ էլեկտրամագնետիզմի հավասարումների համակարգի հիմնական հավասարումներից առաջինը։ Մաքսվելի հավասարումների համակարգը տեսական հիմք հանդիսացավ էլեկտրամագնիսական ալիքների գոյության կանխատեսման համար։ Մաքսվելը նաև կարողացավ բացատրել լույսի տարածման առանձնահատկությունները,
որպես էլեկտրամագնիսական ալիքների հատուկ մի տեսակ։ Մաքսվելի հավասարումների համակարգը կլինի մեր ուշադրության կենտրոնում մեր դասընթացի ամբողջ ընթացքում։ Ես այստեղ կուզեի նշել նաև մեկ ուրիշ կարևոր հանգամանք։ Դա այն է, որ էլեկտրամագնիսական ալիքը ըստ էության, որի գոյությունը կանխագուշակել էր Մաքսվելը, դա մատերիայի գոյության ձևերից մեկն է։ Այս փաստը հաստատվեց թեկուզ եւ նրանով, որ աստրոֆիզիկական դիտումների հետևանքով, երբ հայտնի դարձավ, որ շատ հեռավոր գալակտիկաներից կամ աստղերից մեզ հասած լույսը գոյություն ունի նույնիսկ այն ժամանակ, երբ այդ գալակտիկաները կամ աստղերը վերանում են, այսինքն անկախ նրանց առկայությունից, ճառագայթումից հետո նրանք ձեռք են բերում մատերիայի մի նոր ձև եւ գոյություն ունեն բնության մեջ բացարձակ անկախ։ Էլեկտրադինամիկայի տեսության եւ պրակտիկ կիրառումների զարգացման հաջորդ կարևոր քայլը գերմանացի ֆիզիկոս Հայնրիխ Հերցի կողմից 1884 թվականին էլեկտրամագնիսական ալիքների գոյության փորձնական հաստատումն էր, որտեղ նա ցույց տվեց էլեկտրամագնիսական ալիքների փոխանցումը ճառագայթչից դեպի մի քանի մետր հեռու գտնվող գրանցող սարքը։ Ի վերջո, այստեղ նշենք երկու ականավոր գիտնական ճարտարագետների անունները, դրանք են իտալական ծագում ունեցող անգլիացի գիտնական եւ գյուտարար Ջուլիելմո Մարկոնին եւ Սանկտ Պետերբուրգի համալսարանի պրոֆեսոր ռուս գիտնական Ալեքսանդր Պոպովը։ Միևնույն ժամանակ, նույն օրը 1895 թվականին մայիսի 7-ին նրանք գրանցեցին մոտ 10 կիլոմետր հեռավորության վրա Մորզեի ազդանշանների փոխանցման ռադիոգծի կառուցման արտոնագրեր։ Սա ծառայեց որպես Մաքսվելի տեսության իսկության փայլուն ապացույց։ Եվ այդ օրը շատ երկրներում իրավամբ նշվում է որպես ռադիոյի օր։ 1897 թվականին Մարկոնիի հիմնադրված եւ նրա անունը կրող ընկերությունը կարողացավ շարունակել ռադիոգծերի զարգացումը եւ 1901 թվականին կառուցել պատմության մեջ առաջին անդրատլանտյան ռադիոգիծը Անգլիայի եւ Կանադայի միջև։ Հետագայում մինչ օրս այս ընկերությունը մնում է անլար կապի տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային առաջնորդներից մեկը։ Այս պատմականակնարկը կարելի է շարունակել երկար եւ հասցնել մեր այսօրվա օրվա էլեկտրոմագնետիզմի հսկայական նվաճումներին, ինչպիսիք են ժամանակակից բջջային սելյուլար հեռախոսային ցանցերը, ինչպիսիք են գերժամանակակից ռադարային համակարգերը, ինչպիսին է Starlink արբանյակային համակարգը, որը թույլ տվեց ինտերնետը հասցնել երկրագնդի ցանկացած կետ, փոխարինելով իրենով համաշխարհային կաբելային ցանցը։ Սակայն սրանով մենք կավարտենք այսօրվա մեր դասը եւ հաջորդ անգամ, որը ես պլանավորում եմ մոտարապես մի շաբաթ անց, կդիտարկենք կոորդինատային համակարգերը, որոնք առավել լայն կիրառում են ստացել էլեկտրամագնետիզմի կամ էլեկտրադինամիկայի խնդիրների լուծման համար։ Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր այսօրվա ներկաներին եւ խնդրել ձեզ, որ եթե հավանեցիք այսօրվա մեր դասը, ապա սեղմեք լայք կոճակը եւ բաժանորդագրվեք իմ ալիքին, որպեսզի նա ավելի լայն տարածում ստանա։ Շնորհակալություն, հաջողություն։